Շարունակում ենք, թաքնված տաղանդ նախագիծն է Շանթի եթերում։ Տեսնենք, թե ով է հաջորդ մասնակից։ Գայանե Ավդալյան։ Գայանե ջան, ինչ ես երգելու այսօր։ Երգելու եմ Վարդուհի Վարդանյան Հայաստան երգը։ Գայանե, եթե անկեղծ, արդյոք ռիսկի հետ կապված չէ, օրինակ, այդ քո երգի ընտրությունը։ Երևի ռիսկի հետ կապված է, բայց երևի նաև այն, որ ես այդ երգը չափից շատ եմ սիրում պարզապես, ու միակ հնարավորությունս է երևի այսօր կատարեմ այս երգը։ Իսկ ինչ որ նոր բան, ավդալյանական, այսպես ասեմ, նոր երանգ ավելացրել ես, թե չէ։ Բնականաբար ցանկացած երգի մեջ նոր ոճ եմ, իմ ոճն եմ ավելացնում, երգը ինձնով եմ դարձնում ու իմ ոճով եմ սկսում կատարել այն։ Կան երգեր, որոնց մասին երկար պետք չէ խոսել, ուղղակի պետք է լսել։ Եվ այսպես դիմավորեք, Գայանե Ավդալյան։ Երկնքում անձայր, լերներիդ կատարներ անհաս, հավքի պես ժայրերիդ արած, տաճարներ խաչերով պատված, մի փոշոտ արահետ հեռու, Նայր հետանում տունը իմ սարերից այն կողմ, սարերից այն կողմ մի աշխարհ, քեզ ինչպես ես կոչեմ հայրենիքին հայ, հայ քարեր, հայ խաչեր, անգամ ծավեր հայ խաչերով զիված հաղթեցին տարերին ամբար քեզ ինչպես ես կոչեմ հայրենիքին հայ քարեր, հայ խաչեր, անգամ ծավեր հայ ու հավեր Գայանե Ավդալյան։ Բրավո։ Եվս մեկ անգամ Գայանե Ավդալյան։
Ես մի հարց տամ, բայց անգերց պատասխան ինձ։ Վերջի անգամ երբ ես գնացել դիսկոտեկա։ Վերջի անգամ։ Հայլու դեմը պամետ։ Շատ ուշ, չեմ սիրում։ Շատ հաճախ։ Դիսկոտեկաներ չեմ սիրում։ Շատ քիչ եմ հաճախում ու ընդհանրապես չեմ սիրում։ Իսկ Սերգեյ մինչև հիմա գնում է։ Մի անգամ անձամբ տեսել եմ։ Խաչապուրին մի ձեռը, լիմոնադը մյուս ձեռը։ Այո, մի անգամ ես այդպես։ Արդեն փաստել դուք եք այնտեղ եղել։ Հենց այդ է, էլի։ Կնոջս հետ եմ եղել, ուրիշի։ Հա, իսկ Սերգեյը։ Ես էլ ուրիշի կնոջ հետ եմ եղել, ինչ տալի։ Լավ, իսկ ռոք սիրում ես։ Ցանկացած երաժշտության ոչ սիրում եմ, բայց դրա ամեն ինչի լավագույնը, ամեն ինչի լավ ստեղծագործությունը։ Լավ ռաբիս սիրում ես։ Չէ, Ասում սիրում ես, տեսնում ես։ չէ, որակով երաժշտություն։ Լավ, բարձա, իսկ դա մի խոսքով ոչ մի տենց երիտասարդական կոպիտ ասած տժալ չես սիրում, այսպես ասեմ։ Ահա։ Տժալ չէ։ Տժալը, ճիշտ է, ինչ նկատի ունի Սերգեյ Դանիելյանը, դիսկոտեկան ասեց։ Չէ, Այ ոնց է դիսկոտեկա չէ։ գիտասարդներով տժում, չէ, ես ճիշտ հասկացա։ Բնավորությամբ ակտիվ եմ շատ, բայց դիսկոտեկան իմ համար չի, որովհետև ես ավելի հետաքրքիր ժամանց եմ Շատ լավ, սիրում։ որևէ ակտիվ քո ժամանցի դրսևորում։ Հա, երեխաներին զանգում եք, ալո, պրիվետիկի։ Հա, Չէ։ ու ինչ եք անում։ Ինչ եք անում։ Զանգահարում ենք, հավաքվում ենք, Ինչ եք անում, ինչ եք անում։ ապարում ենք, բայց Ինչ եք ապարում։ ինչ ենք ապարում։ Լավ երաժշտության տակ։ Նայ ցանկացած երգի տակ։ Լավ լինի, ինձ միշտ դուր գա։ տներում եք հավաքվում։ Երեխեքով այդպես։ Կարելի է ասել։ Հա։ Հա։ Գան այն ժամանակ ունեք բանտիկներով տենց պուտյուր մուտիկներ, չէ, երկներ երևի դա պահանջում, չէ։ Հա։ Հիմա լրիվ այսպես արդեն Դե այս անգամ ավելի բարդ երգ որոշեցի։ բարդ երգ, շատ բարդի դեպի երգ, ես ասեմ։ Փաստորեն դիսկոտեկան, նույն դիսկոտեկան ունեք, բայց տանը։ Ես տենց հասկացա, հա։ Դարի ջան, ուղղակի ինչ եմ ուզում ասեմ, իսկ քանի տարեկան ես, իսկ կարծում 14։ 10 քորանամ ես, լավ, օքեյ։ Ինչի բայց խորան։ Չէ, գիտես ինչի, շատ ջահել ես իսկապես, ես կարծում եմ գոնե մի, չէ, կոնտրած երգը հետ չի պես մի 35 տարեկանի է, այդ բան չեմ ասում քո, բայց դե դու բավականին հասուն տեսք ունես արդեն։ Հենց այդ է, իսկ դեռ ընդամենը 14 տարեկան ես եւ ամբողջ Հայաստանի բեռը 15 թվից մինչև առ այսօր վերցել ես ուսերի, թաքել ես այնց որ ես հայ եմ եւ այլ, ես հասկանում եմ դու հպարտանում ես որ դու հայ ես։ Ես կարծում եմ քո տարիքում, չէ ոչ միայն քո տարիքում, մարդ ընդհանրապես հպարտանալու սկզբից ուրիշ բաներ պիտի ունենա, նոր հպարտանա իր ազգությամբ։ Ինչի։ Սերգեյ այդպես է մտածում։ Որովհետև ես այդպես եմ մտածում, բացի այդ, եթե դու հպարտանում ես, որ դու հայ ես, դա նույն բանն է, թե դու հպարտանում ես, որ դու ծնվել ես ուրբաթ օրը, ասենք, որովհետև դա քո արժանիքը չի, որ դու հայ ես։ Քո արժանիքն է, որ դու շատ լավ ես երգում։ Շնորհակալություն։ Այ դա է ամենակարևորը, ծափարենք Գանե Ավդալյանին։ Խնդիրն այն է, որ լավ երգելով ամենայն դեպս այս հաղորդման մեջ դժվար է մեծ հաջողությունների հասնել։ Որովհետև լավ երգել շատ շատերը գիտեն, եւ դու այդ լավ երգողներից ընդամենը մեկն ես։ Այս հաղորդման մեջ ընդունված է զարմացնել։ Անձամբ իմ դուրը եկավ, բայց ես չզարմացա։ Դու չես մեղավոր, պարզապես երգելով զարմացնել դժվար է։ Հենց դա է պատճառը, որ ես հավանաբար կհամարեմ, որ երկու փուլ անցնելը քեզ համար բավական է։ Այսինքն դու արդեն ինքնադրսևորելու բոլոր հնարավորությունները օգտագործեցիր եւ քեզ լավ դրսևորեցիր։ Շնորհակալություն, ես մեկ ավելացում ունեմ, ուղղակի ասեմ, որ թաքնված տաղանդ նախագիծը Միացյալ Նահանգներում, եթե չեմ սխալվում, անցած տարի Got Talent նախագծում հաղթող ճանաչվեց երգիչի դեպ, որը շատ լավ կատարեց երգ, առաջի հայացքից, իդեպ շատ եմ լսում այդպիսի կարծիքներ, հա, դե երգելը ինչ կապ ունի այս նախագծի հետ, որպես լավ օրինակ, ասեցի շատ ավելի դժվար է։ հա, բան չունեմ ասել, ուղղակի ասում եմ, որպես փաստ, որ Միացյալ Նահանգներում երգիչ գրավեց առաջի տեղը։ Իսկ ես համարում որ Գանեն իրոք նորից եմ կրկնում, շատ բարդ երգ ընտրել, շատ բարդ։ Ու 14 տարեկանում երգել այսպես, դա իրոք անկեղծ եմ ասում, զարմանալու բան է։ Տենց է։ Դու հրաշալի ձայն ունես եւ լավ կատարում ես, ուղղակի չգիտեմ, դժվար է կողմնորոշվել այս փուլում, ավելի հետաքրքիր համարներ ենք տեսել մինչև հիմա։ Մենք ելնում ենք այս կոնտեքստից, ինչեր ենք տեսել մենք։ Ուրիշ այսինքն տեսել ենք բացառիկ բաներ եւ դժվար է հիմա դրանով մեզ շատ տպավորել։ Ահա թե ինչն է բարդությունը, թե չէ դու իսկապես բացառիկ կատարում ցույց տվեցիր։ Շնորհակալություն, ամենայն դեպս Գանե Ավդալյան, եւս մեկ անգամ ծափարենք հիանալի կատարման համար։ Եվ արդեն
Լսենք վճիռը։ Ումից ենք սկսում։